Զինել այսօր այն պատգամը իհարկե հավատքի մասին է, այն հավատքի մասին, որը Աստծուն հաճո է։ Գրված է, որ 11 գլխում Եբրայեցիս ու հավատքը տա չերևացող բաների հաստատումն է։ Եվ առանց հավատքի ոչ ոք Աստծուն չի կարա հաճո լինի։ Հենց եղավ ինտերնետում ինձ հարցեր էին տալի ու ասեցին, Աստված կարա մի բան ստեղծի, որ ինքը չկարողանա բարձրացնել։ Սկզբից հարց տվեց, Աստված ամենակարողն է, հենց այդ հարցը տվեց, գիտեմ աթեիստների հարցն են վերցնում։ Ասում իհարկե ամենակարող է։ Աստված կարա մի բան ստեղծի, որ հետո ինքը չկարողանա բարձրացնել, ինքը խոմ ամենակարողն է։ Ասում այո, կարա։ Կարա մի հատ այս քար ստեղծի, ու այդ քարը չբարձրացնի, դեռ հակասու հարցեր է տալի։ Դա պրովոկացիոնի հարց են իհարկե։ Ասի հա, կարա այդպես քար ստեղծի, ու այդ քարը չկարողանա բարձրացնի, այդ քարը դու ես։ Ամենակարող Աստվածը ամենակարող Աստվածը դառնում անկարող, երբ հարցը հասնում է քո հավատքին։ Հավատքը դա ոչ թե չերևացող բաներին հաստատությունն է, որ դու մի բան չկա, դու հավատում ես, որ կա, ու արդեն գոհանում ես։ Դու գիտես ու լուծված ես ու սպասում ես։ Հավատքը մենակ դա չի, հավատքը դա որոշում է։ Ամենաառաջինը հավատքը դա որոշում է։ Եթե մարդը որոշե չհավատա, ուզում է Աստված դեմը կանգնի, ինքը հազարատ պատճառ կգտնի ու չհավատա։ Գիտեք, երբ Հիսուս Քրիստոսը հարություն արավ, աշկերտներին հայտնվեց։ Գիտեք, Հիսուս Քրիստոսը հիմիկվա ինտերնետային քարոզիչների նման չի։ Եվ հիմիկվա հովիվների նման չի։ Հիմի հովիվներ կան, որ 20,000, 30,000 աշկերտներ ունեն իբր թե։ Հիսուսը այդքան աշկերտներ չուներ, գիտեք։ Հիսուս աշկերտներին ընդամենը 12 հոգի էին, 70 հոգի, մեկը 500 հոգի, всё էս սահմանափակվեց։ Ու ինքը աշկերտներին կանչեց, ոչ թե նրանց, որ քարոզում էր 5000 հոգի ու կերակրում էր, ժողովուրդ ջան։ Որովհետև ինքը շատ լավ գիտի, այդ 5000 հոգին եկել են, իր համար չեն եկել։ Միշտ ամբողը գալիս է ուտելու հիմա, տեսնելու հիմա։ Ամբողը երբեք չի եղել Աստծուն հաճո։ Դրա համար Աստված միշտ փնտրում է ոչ թե պատվիրում է ոչ մի հավատացեք կամ հավատքի դասեր ատալ նրանց, ովքեր տալպով նստած են։ Իմին աշկերտներին։ Այսօր ինձ քեզանից է կախված, ես ինչ ձևի հավատացյալ եմ։ Ինչ ձևի հավատք ունեմ ես։ Աշկերտ հավատք, թե ընդամենը հավատք։ Աստվածաշունչը սովորեցնում Հակոբ ասում է, եթե դու հավատում ես Աստվածը մեկը ճիշտ ես անում, բայց ուզում ես իմանաս անհաստատ հոգի, հավատքը առանց գործերի մեռած է։ Հակոբոս թղթերը 12 գլուխ 2 գլուխ 12 խոսք։ Սիրելի, հավատքը առանց գործերի մեռած է։ Բայց Հիսուս Քրիստոսը, երբ աշկերտներին հայտնվեց, աշկերտներով վկայեցին, որ Հիսուսին տեսել են հարությունը, ու աղթանը չափ ու սահման չկար, Թոմասին ասեցին, Թոմասը կանցնում չեմ հավատա։ Չեմ հավատա ու վերջ։ Մարիամը ասում է, սաղ աշկերտները ասում են, չէ ու վառեն չկա, ու մի հատ պայման դնում, մինչև ես, մատներս, կողերը չդնեմ, մինչև ձերի խոցերը չտենամ, չեմ հավատա։ Հենց ասեց, Հիսուս հայտնվեց փակ սենյակում, որտեղ փախնված էին։ Փակ սենյակն է մեր սիրտն է, սիրելիներ։ Գիտեք, ու հետաքրքիր է, ու Հիսուս ասեց, ահա ես, ահա ձեր դու ինձի։ Ուրականը մարմին չունի, ես ուրական չեմ, մի վախեցի, տես, խոցերը նույնն է, կողս նույնն է։ Դի մատդ մեջ ասեց։ Եվ Թոմասը առաջինն էր, թեկուզ տեսքեց անհավատություն այս, բայց առաջինն էր, որ Հիսուսին Տեր ու Աստված կոչեց։ Տերս Աստվածս չոքեց։ Բերանից ինքը առաջինը ասեց, ոչ մի աշկերտ չէր ասել, տես պրեմո իրան։ Գիտեք, այդ Թոմասն էր, որ շատ ուժեղ առաքյալ դառավ։ Այդ ինչ հավատք ստացավ ինքը այդ անհամատության ժամանակ, երբ որ ասում էր մենակ պետք է տենամ նոր հավատամ։ Մենք այդ նույն Թոմասը մենք ենք, ժողովուրդ ջան, այդ Թոմասը մեզպես մարմինը արունն է։ Եվ այդ նույն թեմասին այսօր ասում է հավատա Թոմաս։ Մի եղի անհավատ, եղի հավատացյալ։ Այսօր հայերի մեջ, շատերի մեջ, ովքեր իրենք կոչում են հավատքի քրիստոնյա, հավատացյալը դարել է մի հայհոյանքի պես բան։ Բայց այնքան չեն կարդացել, Աստվածաշունչը գետի Աստծո խոսքն է։ Հավատացյալը դա ծաղրանք չի, հավատացյալը դա ամոթ խոսք չի, հավատացյալը միակ բանն է, որ դու կարաս հպարտանաս, ու Աստծուն հավատում ես, այս աշխարհին ոչ մի բանով չես կարող հպարտանալ։ Էնել քունը չի, դա էլ Աստծո պարգև է եւ Սուրբ Հոգու պտուղ։
Քունդ էներ որ դու ընդունեցիր այդ սերմը։ Այսօր ես ուզում եմ առաջերտի դիմել նրանց, ովքեր առաջ հանգամ են եկել։ Գիտեք 13 գլխում Մատթեոսի Հիսուս Քրիստոսը մի առակ պատմեց սերմացանի մասին։ Աշկերտները չհասկացան։ Ինքը ասեց սերմը Աստծո խոսքն է։ Բացատրեց աշկերտին։ Սերմանացանը քարոզիչն է։ Ճիշտ Աստվածաշունչը ասում է ոնց կարա մարդը հավատա, եթե չլսի։ Հավատքը գալիս է Աստծո խոսքը լսելուց։ Որտեղից ենք մենք լսել Աստծո խոսքը, ժողովուրդ ջան, Աստվածաշնչից։ Մենք պաշտում ենք Աստվածաշնչի Աստծուն։ Այսօր ես ու դու կարանք ասենք մենք ինչ հավատք ունենք։ Չէ՞ որ հավատք կա, որ Աստվածաշունչը ասում է դիվական հավատք կա։ Դևերներն են հավատում, գրածը վախենում են Աստծուց, նրանք անգիր գիտեն Աստվածաշունչի խոսքերը։ Եթե մի դև կանգնի, այստեղ կարա քարոզի։ Ու ոչ չի ջոգի, ու դա դև է։ Բայց այս գեղեցիկ լույսի կերպարանք կարանթունի ու դա չես մտածի։ Այդ առակացի մեջ մի բան պատմեց եւ ինձ սրտի շատ ուժեղ կպավ։ Ասավ հողը այդ մարդու սիրտն է։ Հենց իմի քո սիրտը կարանթունի այդ սերմը։ Բայց այդ սերմը կարա գողատնա սատանան։ Կարա անգնի հոգսերուտ պրոբլեմների մեջ, փշոտտեղ, քարքարատեղ, դու կարա սիրով ընդունես։ Հարազատ ջան, բայց քանի որ հոգսերով շատ ես սիրում ես աշխարհը, աշխարհի պրոբլեմները, գիշեր-ցերեկ աշխատում, առնում, արուծախը, այդ արմատ չունի։ Հենց փորձությունը գալիս է հավատքը փորձվելու, մեռնում է։ Բայց մի սերմ կա, մի հող կա, մի սիրտ կա, որ Աստծուն շատ հաճելի, ասում այդ տեղով ընկավ այդ սերմը մեռնում է։ Դուք պատկերացրեք, սերմը մեռնում է։ Այնտեղ հողի տակը լույս կա, այնտեղ մութ է, այնտեղ մենակություն է, եւ բայց այնտեղ կյանք կա։ Մեռնում է որ ծնվի։ Եվ այսօր քո սրտումդ կարա ծնվի այդ հավատքը, որը դու երբեք չես ունեցել, որ Աստծո հաճելի հավատքը կոչում։ Կա հավատ դիվական, կա հավատ մարդկային, կա հավատ աստվածային։ Հենց այդ հավատքի մասին էր Հիսուս Քրիստոս ասում. ունեցեք աստվածային սերը ձեր մեջ, հավատքը ձեր մեջ։ Ինչ հավատ կա։ Աշխարհում մի հատ միսիոներ կա, որ սաղ աշխարհը մաներ եկե, հավատահովիներից մեկը հարցրեց, որ սաղ ազգերում եղել ես, մտես պետություն չկա, ամեն պետության մեջ ամեն ազգին եղել եմ, քարոզել եմ։ Ինձ պատմել են, ես չեմ ճանաչել այդ մարդուն։ Ասին որ ազգն է, ու ամենադժվարն էր, ամերիկացի միսիոներ էր, որ չկարողացար Հիսուս քարոզել։ Ես մտածեցի, կասի համա ջունգլիների մեջ հնդիկները, ինդիացիները, ասեց հայերը։ Ասում ոնց հայերը։ Ասում որ հայ մոտիկացա, ասի դու հավատում ես Հիսուսին։ Ասեցին դու քուր եք մենք որ Հիսուսի Քրիստոսին ընդունեցինք 301 թվականին պետություն չկար ձեր մոտ։ Դու մեզ ինձ ես ասում մի հատ հայ չկա, ասում ընդուներ խոսքը։ Չկարողացած մա քարոզել։ Իրոք եթե ուշադիր եղնեք ժողովուրդ ջան, շատ հայ հովիվներ եկեղեցում են մենակ քարոզում ու կոչում են ավետարանչություն։ Եթե հայ հովիվ գնա հայ աշխարհիկների հետ քարոզի, այդ հայ ինչ պիտի ասես կպցնեն, քացով կտան դուրս կշպրտեն։ Որտեղ մենք անգամ նմանենք հրեաներին, դուք չեք պատկերացնում, ոնց որ մի խնձոր մեջտեղից պիսված են։ Նրանք էլ են Աստծո ազգը, մենք էլ ենք Աստծո ազգը։ Նրանցով եկա մեզի, մենք էլ վերցնենք օրինակ չծառայեցինք սաղ ազգին։ Գիտեք հետաքրքիր ինչն է։ Ես մի հատ բան բացահայտեցի ու կուզենամ դու ես ուշադրություն դարձնես սիրելի եղբայրքույր։ Սիրտը աչքեր չունի, նա տեսողություն չունի։ Նա չի տենում իր մեջ ինչ է ցանվում, որովհետև գրված է սերմոցանում են փուշնել է ցանվում։ Նա բացարձակ անգամ չունի լսելու։ Նա չի ջոգում իր մեջ ինչ է ցանվում։ Կարա փուշ ցանվի հետը, կարա սերմ ցանվի մեջը։ Նա չի տենում, նա կույր է։ Իրոք դες խոսք կա, չի ասում սերը կույր է։ Սիրտը կույր է, նա չի տեսողություն չունի։ Եթե ինքը տեսնող եղնի, ինքը ցույց չէր տա իր սրտի մեջ փուշ ցանեն, չէ՞ իր հողի վրա։ Նա կարկել էր։ Այդ աչքն ու անկաչը դու ես հարազատ։ Քեզանից է կախված։ Դու այդ սերմը որ ցանվում է Աստծո խոսքի միջոցով, քո մոտ պտուղ կտա, եթե պտուղ կտա, նա կայուն կլինի, թե փորձությունները կգան, դու միանգամից հետ քաշես քո հավատքից։ Ես կողմ եմ ֆանատիզմի, ֆանատիչնի հավատքի կողմն եմ ես։
Ես մտածում եմ քրիստոնեությունը այսօր, թե հայությունը, թե Ռուսաստանը, քրիստոնեական պետությունը կոչ, թե Վրաստանը, բոլոր ազգերը, թեկուզ ազգային չի հավատքը, հավատքը դա ազնական է։ Բայց ոնց կոչում են մեծ բան հաստատ կարամ ասեմ, անկախ որ եկեղեցու մարդը որն է հավանում, որը չի հավանում։ Հավատքը գոյություն չի կարող ունենա, եթե այդ հավատքը գործող չեղնի։ Ես ուզում եմ այսօր ասեմ եւ հավատացյալ մարդու եւ նա ով որ առաջ անգամ է եկել։ Եթե դու առաջ անգամ ես եկել, քեզ համարում ես հավատացյալ, Տերը քեզ շատ օրհնի, բեր միած ստուգենք։ Բերեք Հակոբի հայլու մեջ նայենք։ Աստվածաշունչ նոր կտակարան Հակոբի հայլին։ Հələ նայենք մեզի տենանք ստեղ մեր երեսը, մեր դիմագծերը մաքուր են։ Հələ փորձեք մի հատ կեղտոտ անտուն մարդու հայլի ասել, ուզում ես, ինքը չի ուզում հայլի, ինքը չի նայ մեր պես հայլի մեջ։ Ինքը գիտի երեսը վերքոտա, կեղտոտա, նա ցանկություն չունի կյանքում փոփոխություն անի, դրա համար ինքը երբեք հայլու կարիք չունի։ Եվ նույն ձևի նույն մարդը, եթե ինքը հավատացյալ է կոչվում, բայց ինքը կարիք չի զգում Աստվածաշունչի մեջ նայի, կարդա աղոթի, Մեստուգի իա հավատքը, դիվական հավատքը, մարդկային հավատքը, թե աստվածային հավատն է, որ Աստված ասում է, տենց հավատք ունեցի։ Իրոք, եթե մարդը չի ուզում, նշանակում ինքը խավարի մեջ է, լույսին չի գնում, որովհետև խավարը, լույսը իր կեղտոտությունը, չարությունը ցույց է տալի։ Ինչի նայեմ, փոխվելու միտք չունեմ։ Առաջինը սիրելիս, հավատքը դա որոշում է։ Դու պետք է որոշում կայացնես, եթե որոշում չկայացնես, դու չես կարող հավատաս։ Երբեք տեն չի եղնի, որ հավատքը քո մեջ ավտոմատիկապես աշխատի, դու որոշում չկայացնես։ Միշտ պետք է կասկած եղնի ու դու պետք է որոշում կայացնես, հավատում ես թե չէ։ Առանց կասկածի հնարավորություն չի հավատք ունենա։ Եթե մարդը գիտի Աստծուն, ինքը էլ չի հավատում, ինքը գիտի Աստծուն։ Հասկանում եք։ Մարդը չի տենում Աստծուն։ Եվ Պետրոս առաքյալ ասում է, դուք որ չեք տեսնում Աստծուն սիրում եք։ Ու չեք դադարում սիրել, թեկուզ իրան էլի չեք տենում։ Իսկ Հովհաննես ասում է, եթե մենք իրար սիրում ենք, մենք Աստծուն տենում ենք։ Հարցը սրանում է հարազատ ջան, դիվական հավատքը ո՞րն է։ Դիվական հավատքը նա է, որ գերի գոյություն Աստծո, բայց նա երբեք չի երկեպակի, երբեք չի ուրախանում, նա երբեք չի հնազանդում, նա երբեք չի ընդունում, սա դիվական հավատք է։ Հարազատ, եթե քո հավատքը պրոստը տենց է, ուրեմն կարամ ասեմ, առանց նեղանալու, դա ես չեմ ասում, դա Հակոբն ասում, քո հավատքը դիվական է։ Մարդկային հավատքը ո՞րն է։ Ասեմ ձեզի մարդկային հավատքը ո՞րն է։ Մարդկային հավատքը նա որ դու սիրով կընդունես Հիսուս Քրիստոսին, որպես Տեր ու Փրկիչ, կարաս առաջ գաս, դավանես, կարող է դաժե թույլ տաս ձեր դնեն քույն աղոթեն ու բժշկություն ստանալ, բայց հետո կգնաս քո գործերով։ Մարդկային հավատք, օգտագործող օգտագործեցի ես։ Հիսուսին իմ կարիքներ հոգացի, իմ ցանկություն ստացա գնացի ես։ Ու Հիսուսը միշտ ոնց որ ցավով ասի, իմ տան մեջ ամենք իրանց կարիք իրանց օգուտն են փնտրում, ոչ թե նա ինչ ասու կանք։ Օգտագործել մարդը ինչի է մարդու հետ հնգերություն անում, օգտագործել այդ մարդուն, դուք ինչը աստվածային հավատքը, դա այն հավատն է, որ կոչում է, գոռում է, խոսող հավատք է։ Ես հավատացի, դրամա ասեցի։ Դավիթ թագավորն ասում, եւ Պողոս առաքյալը Կորինթացի թղթերում նույն շեշտում է։ Ես հավատացի, դրամա ասեցի, եթե դու չես խոսում, սիրելիս, քո հավատքը դիվական է։ Բերեք ինձ վրին վերցնենք, ոչ ոք ինչ նեղացնեմ։ Ես էլ եմ մտածել, ու ես հայ եմ 301 թվին քրիստոնյա եմ ընդունել, խաչակնքելու ձևը ճաշնի սովորել էի, թեկուզ պատմությունից գիտեք, որ սպորը մեկ է, դաժե հաղթել եմ այդ սպորը, ճիշտ եմ դուս եկե, բայց այդ խաչակնքվել ինձ տարավ առաջ անգամ Քրիստոսի քարոզ լսելու։ Ճիշտ խաչակնքվելն է քեզ չի փրկի հարազատ ջան։ Սխալ խաչակնքվելը քեզ չի կործանի։ Вообще խաչակնքվելը, խաչքաշելը մեռածա, եթե դա հավատքով, գործով հաստատված չի։ Ես կարայի ջղայնանայ եւ կրվի ժամանակ ուղիղ անջատեի, վազեի մի մարդու վրա, որ ասեն պիստոլետ բռնելա ու կարակելա վրիս եւ հայոյել եմ չկրակողինց, պրովոկացիա եմ արել։ Եվ կարայեմ գնայ մեռնեի իմ հպարտությանը սխաթուր։ Գլուխս ուտեի, ֆանատիզմա թե չէ։ Ֆանատիզմա։ Դա ինչ է, ինչ աննորմալ բայոյութ է։ Ես ու չէի ուզում հավատացյալ ինձ ասեին, որովհետև ինձ չմոք զգայ, որովհետև իմ հեղինակությունը մի թոմ, իբր թե զրո չգիտեմ ինչի, ամեն հայ չէ մի գողական է։ Տեն չի թե չէ։ Քուրե ջան, դուք էլ եք գողական, մի պրեզնատ արեք։ Քանի անգամ եք հետը սպորեք, բազարների մեջ ընկե։
Հարազատներ ջան, հարցը սենց ա, ու մենք բոլորս կամ գողական ենք, կամ պրեմիեր մինիստր ենք։ Էսի մեր հայկական բնույթն է։ Մենք սաղ գիտենք, ոչինչ չգիտենք, մենք ոչինչ չգիտենք, բայց կարանք սովորեցնենք սաղին։ Կարևոր չի ես առաջին ես եմ ընդուն, դու սխալ ես, всё։ Գիտեք ինչն է հավատքը։ Երկրորդ բանը հավատքը, որ դու ունես իսկական Աստծո հաճելի, դա այն հավատն է, որը քո մեջ առաջացնում է ուրախություն։ Առաջի հավատքը խոսող հավատք է։ Ես կյանքում չեմ պատկերացնում, որ ես կանեի ժողովրդի մեջ ալելույա երգեի։ Դա ինձ ումա ամոթ բան է, sense ասեմ, կուլտուրնի։ Սա ես կյանքիս մեջ չէի չոքի, մի քանի կամ քույրիկների, եղբայրների կոչեի։ Ախպերներ ենք, ախպեր տղեկ ենք։ Ասենց ենք մենք ախպերություն արել, տելևիզիոն։ Էսա մենք իրար հետ ենք անելու։ Տելևիզիոն ախպերը տղեկը նրանք են, կա հնգերներ, կա ախպեր տղա, չեմ գիտեմ Հայաստանում ոնց է, տելևիզիոն ախպեր տղեն ավելի բանցերա, քան թե բանը, հնգերը։ Հնգերը դա հնգերը, բայց ախպեր տղեն դա հարազատ ախպոր պես է։ Մեկը մի հատ ասել, դուք ասում եք շուրտված հայ եք, դուք вообще տելևիզիացիք մի հատ ապատվում եք, մի հատ աշխարհիկ ինձ։ Ես է սիրով լսում էի։ Բախտը բերել էր իմ, որ ես հավատացյալ Իրանը հետ է։ Գիտեք ինչ է դա քքիր, ինձ ասեց, «Էդ ինչ խոսք ունեք, ախպեր տղես որն է»։ Ասում եմ, ախպեր քուրիկս։ Ատո տղայ ասում եմ, ախպեր տղես։ Իրանք բուկվալ են հասկանում, տղես նշանակում իմ տղես էլի։ Չեն ասում, ախպեր տղայա, ինքը տղայա, այդ տղեն իմն է, իմ ախպերն է, ուրեմն իմ տղեն է դուս գալ, տղես է։ Ոչ թե տղա, որպես հեր, այլ որպես տղա։ Այդ խոսքի ցեպի տերերը շատ հայերին, տելևիզիացի հայերին վիրավորում էր։ Դա չէր հարցը, դա պատգատովկա էր հակառակվելու իմ քարոզին, բայց ես տես բաներին չեմ նայում։ Так что հեսա շուտով Մուրադ ջան, Դավիթ ջան, մենք էլ տես կանենք։ Ուրեմն տելևիզիա ախպեր տղեկը չեմ գիտեմ, լսեք թե չէ, մատը կտրում են, արունը սկսում են իրար, ու ասում են, «Всё, մենք արունակից ախպերներ ենք»։ Հիմա քեզ քու խնդրեմ, իմ խնդրեմ է, ես իրարամ իրոք ասեմ, դա կուլտուրա է ձևի։ Չեմ գիտեմ դուք լսել եք թե չէ, բայց կարակ նայենք։ Գիտեք ինչն է հետաքրքիր, այդ ախպերությունը արյան վրա էր։ Որտեղից են վերցրել։ Ես ունես էի սիրուն տենց ախպերտություն։ Իրոք ծակել ենք, կտրել ենք, արունով ախպերներ ենք ու մեկից մա կյանք ենք դրել։ Մեզի այդ արունը սենց հարազատ ախպոր պես եղել։ Դաժե մեկ իմանար, որ դու ինքը քու ախպեր տղեն ա, դու թասիբին չես կանել։ Սա Ռազբուրգեն կասնեք քուրին քեզ սխալքանեն կանան ծեծեն։ Դու ինչ ախպեր տղա ես, որ քու հնգերոջը ծեծեցին դու ձեն չանեցիր։ Ու ասես հնգերսը կանան սպրոս չան, դաժայցես բան կա։ Այն արունը, որ մեզի է հարազատացրել, մեր հոր, մոր արունից թանկ է։ Այդ արունի ախպերությունը դա անքննելի է եւ անհնարին է բաժանել։ Եվ եթե դու իրոք հավատում ես այդ արունին, որ թափվել է քեզ մա, այդվա քու հավատքը առաջացնում է մի հատ մեծ զգացողություն, ուրախություն։ Եթե դու ուրախ ես, դու չես կարող բերան այդ փակ փարավանես Աստծուն։ Կամ հայերս էս խոսքում են, հավատում եմ Աստծուն սրտիս մեջ։ Որ հայն մոտի ռուսերեն քարոզել եմ ոչ ոք տես բան չի ասել։ Վրացուն քարոզել եմ տես բան չեն ասել։ Ադրբեջանցուն քարոզել եմ տես բան չեն ասել։ Իմ կյանքում որ աստակ է, ուզբեկին, տաջիկին, մենակ հայն ասում։ Ես հավատում եմ իմ սրտի մեջ։ Այ ախպեր ջան, այդ ինչ ձև է հավատքա քո սրտի մեջ։ Դե քո սրտի մեջ հաց կեր։ Քո սրտի մեջ ինքդ քեզ ռոջիկ տուր։ Սա քո սրտի մեջ ախպեր ջան ամուսնացի։ Դե ամուսնացի քո սրտի մեջ։ Հենց բանը հասնում է իր օգուտին, արդեն գործողություն է պահանջում։ Հենց հասնում Աստծուն սրտի մեջ։ Ես էլ եմ տենց ասում։ Ես իմ փայ Աստված ունեմ, ահա, հələ հայերի մոտ ամենը իր Հիսուս ունի, իր փայը ունի։ Իշտա թե չէ ժողովուրդ ջան։ Այս փայ մազազը ամենը իր Աստվածաշուն չունի, ասեմ, կա ըստ Դավիթի, ըստ Գեորգիի, ըստ Էլուկա Գևորգի, ըստ Ալվարդի, ամենքը իրանց աստվածաշունչ ունեն։ Իրանց ձևով ոնց հասկանում են, սկսում են հետը սպորվել։ Աստվածաշունչը քո ձեռքի Մարկոս, Մաթեոս, Մարկոս, Ղուկաս, Հովհաննես, իրանք աստվածաշունչ սկսում են քեզ ապացուցել, որ դու սխալ ես, դու աղանդ ես։ Ով աստեղ Աստծո խոսք աղաղարում, ես չգիտեմ, աղանդը Աստծո խոսք շեղողն է։ Ես այս պրինցիպ ունեմ ժողովուրդ ջան։ Ես միշտ Հիսուս եմ քարոզում։ Ով որ ինձ ճանաչում է գիտեն, ես սուտ չեմ խոսում։ Ես Հիսուս եմ քարոզում, ես եկեղեցի չեմ քարոզում։ Մարդիկ են եղել հետս ընկերություն են արա աշխարհիկ։ Մենք մոտիկացի ասում են Դավիթ ախպեր, դու հովիվ մարդ, ինչի մի օր չասեցի, այլ գնանք մեր եկեղեցին։ Ասեցի, որտեղ ես քեզ հարցրեցի, հավատում ես, ասեցի, որ եկեղեցուց պատկան, դու ասեցիր,
Առաքելական եկեղեցի, ինչի ես քեզ հրավիրեմ մեր եկեղեցի, դու ընդեղի անդամ ես։ Ես հոգևորություն չեմ զբաղվում։ Կարող ասում ես արժանի չեմ, դրամա չես կարող, կարող քան մեղավոր եմ։ Ասի չէ, ախպերս ով ասես դու քան մեղավոր։ Պրոստը ես դες խասյաթ ունեմ։ Ուզես արիք տա։ Եկավ, տեսավ, ծանոթացավ, ախպերները գիտեմ ու մասն եմ պատմում, Ծիրանի կռվից հետո եղավ։ Հավատաց, ընդունեց, բայց այն եկեղեցու պայմանները ավելի ճիշտ էր, քան այստեղ։ Ինչի, այնտեղ ասեց, որ այնտեղ ճիշտ է, այնտեղ ավելի մոմ վառենք մենք։ Այստեղ դուք չերեշուր բան եք պահանջում։ Այդ ինչ է նշանակում, սուտ մի խոսա, բանը, ասուն ծառայի, փարաբանի, ես չեմ կարա, տես բան, այնտեղ պրոստը մոմը կվառեմ, պատը կպաչեմ, իմ մամը գտնեմ, ու այնտեղ ոչ ոք չէ ասում ուր ես, դու ստեղ ասում ձեր մոտ sense խիստ է, հա։ Ասին խիստ, այնտեղ էլ նույն բանը պահանջվում։ Ոնց է ստեղ։ Սաղի աստվածաշունչը նույնն է, սիրելիներ, թե կաթոլիկա, թե ուղղափառ, թե ավետարանական է։ Այսինքն դու ավետարան եկեղեցում ես գտնվում, ավետարանի հավատքի պահողները, կամ թե չգամ, Պողոս Առաքելը ասեց, պահի հավատքը ավետարանի։ Всё, այս պահում ենք մենք։ Իդես հարազատ ջան, երբ որ դու մկրտված ջրով ու հոգով կանգնած ես բերանդ փակ, սա խոսում է նրա մասին, որ դու հավատքդ կորցրել ես։ Ես չգիտեմ ինչն է պատճառը, բայց ես միշտ նայում եմ փառաբանության, եկեղեցական վաղ կան հավատացյալներ, որ պրոստը բերանը փակ նայում են։ Ես շատ եմ սիրում եղբայրներիս, համ ոճը, համ երգածը, համ իրանց ճիշտ նոտացումը եկեղեցական։ Իրանք կոնցերտ չեն ցույց տալի։ Իրանք չեն հավաքում, նստեք ինձ լսեք։ Իրանք ասում են երգեք ինձ հետ։ Իրանք չեն ասում արեք, ես եկել եմ ինձ տեսեք, իրանք ասում են Հիսուսին նայեցեք։ Հասկանում ես, հավատքը Աստվածը տալիս է, պետքա գնա քո մեջով հասնի ծառայողին, ծառայողը քեզ պետք է տանի Հիսուսին։ Իսկ շատ մարդիկ կան, այսօր վերաբերում է ծառայողներին, ովքեր հավատք ունեն, որ երբ որ տեսնում են իրանք Աստված այս մարդուն հավատք է տվել, վերցնում ես հավատքը տանում է իրան։ Եվ այդ մարդուն իրանով անում։ Անք տարբեր բաներ են։ Ու շատ հեշտ է տենալ։ Եթե այդ մարդը տեղ ենք եկեղեցում, մարդը տեղ չի, եկեղեցում չի։ Հա, սա կարանք ասեք մանկությունն է հոգևոր, այո, բայց ծառայողը պետք է մեծացնի դրան։ Եվ Հիսուսին հետ հարաբերություն օգնի Սուրբ Հոգու շնորհքով, Աստծո խոսքով, որ մարդ հարաբերություն ստեղծի։ Եթե դու իրոք երկող ես, եթե դու երկհպակող ես, ուրեմն դու ուրախ կեղնես։ Ինչի վրա ուրախանամ։ Թելևիզիոնում sense խոսք ասում են, ոնց ես ախպեր, ես ձեզ ասեմ, իմ բարեկամներից բռնած 90%-ը sense են պատասխանում։ Կամ էլի։ Դե перевода, դե ոնց է անում։ Существую։ Կամ գոհատևում ենք, տրտունջ։ Հոլա են գնում։ Ախպեր ինչի՞ ես տխուր։ Ինչի՞ս վրին ուրախանամ։ Հավատացեք, այն հավատքը, որ Աստծուց է, քո մեջ ուրախություն է բերում, դաժե այն վաղ, երբ դու ուրախանալու ոչ մի բան չունես։ Սա նշանակը ոչ թե ուրախանաս ինչի հիմա։ Ինչի խաթուր։ Ուրախանաս անկախ նրանից, թե ինչ վիճակում ես, դու միշտ ուրախ ես։ Նմանա մի մարդու, որ բանտ են գցել, որին ունեցվածքը խլել է բանկը, որը անհարգված է ու մեղադրված է, բայց ինքը վստահ է, այսի ժամանակի հարց է։ Ինքը գիտի նախորոք ու այդ սաղ հետ է գալու ու լուծվելու է։ Ինքը ո՞նց կնստի բանտում։ Ինքը գիտի վերջի ինչ է եղնելու։ Այդ ժամանակի հարց է, ինքը ուրախ կեղնի։ Սաղ չեն հասկան, այ ախպեր, ինչի վրա ես ուրախանում։ Տխուր, պետք է եղնես ու բերցում ես անհարգված։ Չէ, ասում ես, ժամանակի հարց է, սա կգա ժամանակը, ես գրեմ իմ փորձանքի հետևանքը, կարող է մեղքերի հետևանք լինի, կարող է իմ հավատն է փորձվում Սուրբ Հոգին։ Ես անպայման դուրս գամ, որովհետև ես ուրախում եմ, որովհետև գիտեմ, ես լուծված ասա։ Ամեն։ Եթե դու մահացու հիվանդ եղնես, հաստատ ուրախությունը կգնա հարազատ։ Դիագնոզը բերեն դեմը դնեն, մի անգամից ուրախությունը կգնա։ Էլ ինչի՞ս մին ուրախանամ, հարազատ ջան։ Կարանտինի ժամանակ, երբ որ աղոթում ես Աստված ջան, այսօր մարդիկ ու հիվանդան, ինձ դի զանգ է, ես ինչ ասեմ իրանց։ Ինչ ասեմ, ես դի զանգ են ասեն Դավիթ ախպեր, մամաս հիվանդացել է։ Մեռնում է, ինչ ասում այդ մարդուն։ Ամենադժվար բանը հովիների հիմա վատ լուր բերելն է կամ վատ լուր ասելն է, որովհետև մենք կանչված ենք բարի լուր բերենք։ Շատ անգամ մենք եղնում ենք այն մարդիկ, որ վատ լուրեր ենք բերում։ Բժիշկ ասելա, էսա ապարատը կանջատենք։ Դե ասա մարդուն, ուրախացի։ Գիտեք, ես միշտ ասում եմ, եթե ես հավատացյալ եմ, ես չեմ հիվանդանա։ Դրա մեջ ուրախ եմ, որովհետև ունեմ պաշտպան։ Եթե հիվանդանաս, ինչպես Սատանան ասում է, ես էլի կուրախանամ, որովհետև ես գիտեմ Աստված ինձ կարա բժշկի։ Եթե չբժշկի, մեռնես, էլի կուրախանամ, որովհետև այն կյանքը, որ ես կստանամ, հավիտենական վերջ ունի, իմ ուրախությունից ոչ ոք չի կարող գողանալ։
Եթե քու գողացավ չարը, հարազատ ջան, մի հատ անկեղծ ասա, դու հավատք ունես թե չէ։ Մի քիչ անհաջողություններ եղավ, մի քիչ բաներ եղան, ինչի՞ ես դու տենց ապրում, որ տխուր ես, ապացույցը տխրության մյուս փուլն է, վստահություն չունես։ Ես հավատում եմ Աստծուն, բայց չեմ հավատում, որ Աստված ինձ սիրում է։ Ես հավատում եմ Աստծուն, բայց չեմ հավատում Աստված ինձ ներել է։ Ես հավատում եմ Աստծուն, բայց չեմ հավատում Աստված իմ բախտս կարա փոխի, ես անբախտ եմ։ Այսինքն դու չես վստահում Աստծուն։ Ոնց կարաս վստահես Աստծուն, եթե դու իրան չես ճանաչում։ Այսինքն ես գիտեմ Աստծուն, բայց չունեմ հավատ, գործող, խոսող, ուրախացող, դրա համար ես չեմ ճանաչում այդ Աստծուն։ Ես չեմ ապրել դա, դրա համար չեմ կարող ուրախանալ, չեմ կարող վստահել։ Ոնց կարաս վստահես մեկին, ում որ չես ճանաչում։ Դու պետք է անես հնգեր եղնես։ Որ հնգերը տնի փորձամ մեջ, ու չունենա հնարավորություն քեզի դիմելու, բայց ինքը վստահ է, որ հնգերս իմացավ գալու է։ Ոսաղ ասեն, բեն մենակ ես մնացել, ով է քո հնգետ, ուր կասես, դու պետք է ասես, հանգիստ կնես ասես։ Էսա կիմանա, եկա։ Ինչի, որովհետև դու ճանաչում ես քո հնգերոջը ու գիտես, նա կյանքում քեզ չի թողնի մենակ նեղության ժամանակ։ Որովհետև հնգերս սիրում ամեն ժամանակ, եթե դժբախտության ժամանակ նա ոնց որ աղբեր կգա հասնի քեզի։ Այդ է սորսում Աստվածաշունչը։ Չկա տենց հնգերություն, ոնց որ սորսում Աստվածաշունչը, չկա տենց սեր, ոնց որ սորսում Աստվածաշունչը, չկա աշխարհում տենց հավատ, ոնց որ սորսում Աստվածաշունչը։ Դու չես վստահում Աստծուն, որովհետև դու քո աչքերում Աստված բարի չի։ Եթե դու գիտեր ինքը բարի է, դու անպայման վստահես իրան քո կյանքը։ Եվ քո անհաջողությունները, տարիները, որովհետև Կորինթացիս թղթերում ասում մենք չենք շարժում երևացող բաներով, այլ չերևացող, որովհետև երևացողները ժամանակավոր են։ Ինչ երևացող բան, սա ժամանակավոր է, չերևացողը հավիտյան։ Դրա համար մենք շարժում ենք հավատքով, հավիտենական կյանքով։ Ես չեմ հավատում իմ աղոթքս Աստված լսում է, բայց ես հավատում եմ Աստծո խոսքին, ու Աստված լսում է այն աղոթքը, որը արդարի շուրթերից է դուրս գալի, նամանավանդ այն աղոթքը, որը հաստատ Աստծո կյանքն է։ Ես հավատում եմ, ես որոշում եմ կայացրել, ես վստահում եմ Աստծուն, վստահում ես, ուրեմն հույսով սպասի։ Ես այս մարգարեություն մեջ, եթե չեմ սխալվում 28 գլուխը, 16 խոսք այսպես ասում. Ես Սիոնի մի քար դրեցի, գայթակղության քար, բայց որ եկավ անկյունակ քար։ Հիսուս Քրիստոսի մասին նորից է խոսում։ Սա այն քարն է, որ ժողովուրդը մերժում են, բայց ինքը անկյունն է։ Ինքը հենց շինությունն է, իր անով է շինվում։ Մի հատ մուսուլման դիբատիվակ ասեց, մենք քեզ հաղթեցինք, դու չկարողացար մեզ համոզել։ Մենք չընդունեցինք քո հավատքը, ասի, բարի, քեզ թվում է դու չես ընդունել, բայց դու ինչ տյանես այն բանի մասին, ինչ որ դու ինձ լսեցիր, կարաս մոռանաս։ Ես սերմը գցել եմ, չես կարող անես, գժվեց, կարողեց։ Ոնց, ասա այտենց։ Դու այնքան բան հարցեր տվեց, ես քեզ այնքան պատասխան տվեց, դու չես կարող գլխիցդ հանես, դե հանի գլխիցդ։ Իմացի ասի, Հիսուս Քրիստոսն է գայթակղության քարը ձեր։ Տա կանքու անկյունակ քարը կդառնա, կամ այդ քարը քեզ կջաջախի, կամ այդ քարիվին դու ջարդվես, կամ այդ քարը քո կյանքդ լրիվ կփոխի։ Ընտրությունը քոնն է։ Դու էլ չես կարող մոռանալ, ու ես ամեն օր աղոթում չմոռանաս։ Ոնց էլ ջղայնացե։ Ես կասեմ քեզ տենալ չեմ ուզում, ես քեզի էլ ատելով ատում եմ։ Անցա մի քանի տարի հրավիրեցի, ասի Մոսկվա գազ մեր տուն։ Սայթ էին բացել, որտեղ ուզում էին կանչում էին տարբեր հավատքի ծառայողներ, որ խոսքերի մեջ բռնեին, ապացուցեին այն հավատքը ուժեղ են, հակառակ եղավ։ Ապացուցվեց հակառակը։ Ես դուրս եկա, ու սա ժողովուրդը ցրվեցին, էլ չէին լսում։ Գիտեք, հետաքրքիր էսա, որ հավատքը, եթե չունի հույս, մեռած հավատք։ Եթե դու հույս ունես, ուրեմն դու սպասում ես։ Շատ անգամ Աստված քո աղոթքի պատասխան չի տալի, քեզ սովորեցնում է համբերել, քեզ սովորեցնում է վստահել, քեզ սովորեցնում է հաղթահարել սատանի մտքերը, կասկածները, որ ցանում է, իրավիճակին չնայել, որովհետև Աստծո փորձությունները հենց տեղ են գալի։ Սա այն փորձություն չի, ու մեղքերի ցանկություններից ես ընկե։ Սա այն փորձությունն է, որ այն ցանված սերմը պետք է փորձվի։ Նա կսպասի, նա կհաղթահարի։ Եթե դու ունես հույս, դու երբեք ոչ մի բանից չես վախենա, որովհետև դու գիտես, քո հույսը ամենակարողն է, բանցյալն է, երկնքի երկրի տիրակալն է, ամենահարուստն է, ամենազորն է։ Ոնց կարաս դու
Վախենա ինչ որ մի բանից։ Հարազատ ջան, ոչ մի բանից մարդը չի կարող վախենալ։ Նամանավանդ եթե նա վախենում է Հիսուսից։ Ինչ կանել մարդը քեզ հարազատ, շատ կյանքդ խլի, հա, էդ էլ հոգիդ չի կարա։ Նա թանկ գնով գնված ու Աստծուն է պատկանում։ Պետք է վախենել Աստծուն, որ կարող երկուսն էլ կործանի։ Նա որ Հիսուսից վախում է, նա երբեք մարդկությունից ու ոչ մի բանից չի վախենա, որովհետև ինքը կյանքն է։ Եվ վերջինը ես կուզենամ ասեմ հարազատ ջան։ Հավատքը, որը առաջնորդված է սիրուց։ Շատ մարդիկ կասեն, ես հավատացյալ եմ ավելի լավ, քան թե դու։ Դու ճիշտ եկեղեցի չես գնում, դու ճիշտ չես մեկնաբանում։ Լավ։ Ես սխալ եկեղեցի եմ գնում, սխալ եմ մեկնաբանում։ Դու ընդունում ես ու հավատքը հիմնված է սիրո վրա, որովհետև Աստված է սերը։ Այո, ընդունում եմ։ Դու հավատում ես, որ Հիսուս Քրիստոսը Աստծուց է ծնվել, Աստծո որդի է։ Հավատում եմ։ Բայց կարդացել ես Հովհաննեսը ինչ ասում։ Ով սիրում Աստծուց ծնվածին, նա պետք է սիրի նրանից ծնվածին էլ։ Առաջի ապացույցը, ոնց որ Դավիթ աղբերս ասեց, որ ով որ Հիսուսին տերփերգիչ է դավան, իմ աղբերն է, դա ճիշտ է, դա Աստվածաշունչ է։ Ինձ տարբերություն չունի կոնֆեսիա, вообще բացարձակ։ Իսկ մի բան կա, վերեսին ծնված մարդ, թե վերեսին ծնված չի։ Ինչ ավերում, ես ամենտեղ տեսել եմ վերեսին ծնված մարդը, Սուրբ Հոգի շնչում այնտեղ, որտեղ ուզում է, ոչ ոք չի կարող ասի, մեր եկեղեցին ճիշտ է, այն եկեղեցին սխալ է։ Ոչ ոք չի կարող ասի։ Բաներ կան, առաջնական, սաղնես նույնն է։ Երկրորդականը թող ամենք իրանց մասին մտածեն, ես մեջ թերություններ գտնեն, ես մի բան կարամ ասեմ։ Վերեսի ծնված մարդը չի կարող եղբորը չսիրի։ Ոստեղից եմ իմանում, այս մարդը իմ եղբայրն է թե չէ։ Ես իրան սիրում եմ։ Եթե ինքը Հիսուս անունը տալիս է, շորը հակի քահանական, կամ вообще շատ նվիրված է եկեղեցուն։ Ինչ չի սիրում, սա ապացույցը նա ինքը հավատ չունի։ Այստեղից կանանք ջոգենք, ովքեր են Աստծո զավակները, ովքեր սատանայի։ Սատանան սիրել չգիտի ինչ իմանա։ Սերն ով քեզ ստիպում է վախենալ Աստծուց։ Սերն ով քեզ ստիպում է փոխվես դու, թողնես ամեն ինչ, որովհետև հասկանում ես, եթե դու Աստծուն սիրում ես, այն ինչ որ դու չես կարող հաղթարես, Տերը քեզ շնորհք է տվել։ Մենակ ցանկանաս հաղթահարես, կհաղթարես։ Քոնապատդ կծաղկի։ Շուրջդ կփոխվի։ Եթե դու հավատ ունես, ուրեմն դու չես կարող չսիրես, որովհետև այդ հավատքը քո մեջ դրված է Սուրբ Հոգու պարգևն ու պտուղը քո մեջ սեր առաջացնում։ Ճանաչել Աստծուն մարդու միջոցով։ Սովորի մարդուն հնազանդվել, կսովորես Սուրբ Հոգուն հնազանդվել։ Սովորի մարդուն սիրել, կսովորես Սուրբ Հոգուն սիրել։ Սովորի վստահել մարդուն, կսովորես դու վստահել։ Խոնարհվի ծնողիդ առաջ, կսովորես խոնարհություն Աստծո առաջ։ Հարազատ ջան, սերը այն հավատքով սիրո մեջ է առաջացնում է խոնարհություն։ Ես կուզենամ մի հատ նկար կա, որ կուզենամ ցույց տալ էկրանի վրա, աղբերները ուշադիր չեն, ասա մի հատ հետ նայեն։ Էկրանի վրա միացնեն։ Նայեք հարազատներ ջան, ինչ եք տենում ստեղ։ Այն ինչի մասին քարոզեց ծորենը։ Դուք տեսնում եք ծորենը հենց հասնում է, նա խոնարհվում է։ Հիմա նայեք փուշին, որ եկեղեցում է նույն ձևի։ Տեսեք ինչ հատկություն ունի, ուղիղ հպարտ կանգնած է։ Անպտուղ։ Սրանց կողք ինչ ածեց մեռնելու են։ Իրանք իրենց փուշերով, արմատներով խեղտելու են։ Սրանց մոտ չի կարա ոչ մի բարի բան աճի։ Իրանք խեղտում են ու ոչ էլ պտուղ են տալի։ Ցավոք սրտի sense մարդիկ եկան եկեղեցում։ Ու լուբո եկեղեցում։ Եվ անդամներ կան, եւ ծառայողներ կան։ Ոստեղից է երևում, որն է Աստծո հավատացյալը, ով որ չի խեղտում, չի սպանում, չի ոչնչացնում, այ աճում է։ Մենք սաղսել, եւ դուք տեսել եք, ծորենը սկզբից հպարտ է։ Ասեց, ուղիղ աճում է։ Բայց հենց հասնում է խոնարհում։ Մենք բոլորս էլ տենց ենք հայերով։ Մենք շատ հպարտ ենք։ Հպարտում ենք, որ առաջի քրիստոնյան ենք, հպարտ ենք, որ Աստծուն ճանաչում ենք, լավ է, ասենք թող մեր պլյուսը եղնի այդ կամ մինուսների մեջ։ Բայց այդ հպարտության մեջ մենք պետք է գտնենք խոնարհություն, որովհետեւ եթե մենք չխոնարհվենք, Հիսուսի նման չենք կարող եղնել։ Որովհետեւ վերջին ինստանցիան Աստծո նպատակը, հոր Աստծո նպատակը նա է, որ ես ու դու նմանվենք Հիսուսին, Հիսուսի պես հավատանք, Հիսուսի պես աղոթենք, Հիսուսի պես պաշտենք, Հիսուսի պես գործենք, սիրենք ու վերջապես Հիսուսի պես անձերս ուրանանք։ Միշտ հիշի հարազատ, քո հավատքի հիմա որսորդը ամեն ինչ անմա գողանա։ Միակ մարդը դու ես, որ ունես աչք ու անգաճ, որ սիրտդ պաշտպանես։ Երբ որ քեզ նեղացնում են, հələ մի հատ նայ,
Ո՞վ է քեզ նեղացնում։ Մարդն է նեղացնում, թե այդ մարդու վերին ազդած դևը։ Եվ դու այդ աչքով նայես, դու չես տեղանա այդ մարդուց։ Նաբարոդ խղճաս այդ մարդուն։ Եթե դու ունես անկաջ, ու սիրտ անկաջ ունի լսելու, ամեն անգամ, երբ դու քարոզ գլսես, չես ասես քարոզը կեսուրիս է կամ զոնքաչիս է վերաբերում։ Դու կասես այս քարոզին է վերաբերում։ Դու կլսես քաղցր ձայն անուշ Սուրբ Հոգու։ Մեղմ ձայնը, որ վավշիմի ձայն հետ չես շփոթի։ Դրա համար Հիսուս ասում. Իմ գառներ իմ ձայնը նիդեն։ Ես լսել եմ կոչը դեպի Մուհամեդ։ Ես լսել եմ կոչը դեպի Կրիշնա։ Բայց դրանք սա հիվանդությունից մեռել են, հարազատներ, չկան։ Դրանք իրանց կյանքը չկարողացան փրկել։ Բայց մեր Աստված կենթանի է։ Մեր կրոնն է մենակ սաղ աշխարհում։ Որ ունի տենց պայման։ Ոչ մի պայման չկա ոչ մի կրոնի մեջ։ Մի հատ հայ աթեիստ, ես գիտեմ ինձի պատեշ կգանի, որպես հայ, բայց ինքը անցավ մուսուլմանների կողմը, ավելի շատ քան իմ կողմը։ Թեկուզ ասեց, ես ոչ մեկի չեմ ընդունում, բայց ավելի նրանց կողմից խոսեց։ Ասեց մի հատ բան ասեմ։ Ես չեմ հավատում ոչ Հիսուսին, ոչ Մուհամեդին։ Չեմ հավատում ոչ Աստվածաշնչյանը, ոչ էլ Ղուրանին։ Ինձ ապացուցեք մի բան։ Ինչ ես կարամ անեմ։ Ուրիշ ձև, որ ես կարամ հավատամ։ Շուր եկավ այդ մուսուլմանական վարդապետին, այն ասում Ղուրանում գրված ասենց Մուհամեդ, ասում այ մարդ, ես Ղուրանին չեմ հավատում, Մուհամեդին չեմ հավատում, չեմ հավատում Աստվածաշնչյանը, չեմ հավատում Հիսուսին։ Ուրիշ պայման կա, որ ես կարամ ստուգեմ։ Ես չգիտեմ, ոնց ստուգեմ։ Ու գիտեք, այլ պայման չկա։ Գիտեք, Սուրբ Հոգին մի անգամ ես միտքս բացեց։ Ասի կա մի հատ պայման կա։ Մտիկ ու ծածուկ սենյակը, դուրը փագի հետևից եւ կանչի նրան։ Ու կտեսնես։ Կգան նա քո մոտ, երբ որ դու սրտանց կանչես։ Ոչ մի կրոնի մեջ տետվա պայման չկա։ Ոչ մի կրոնի, ոչ ինձի հավատա, ոչ Աստվածաշունչը հավատա, ոչ էլ Հիսուսին հավատա։ Դու պրոստը մտիկ ու սենյակը ասա։ Ալլահ, եթե դու կաս Մուհամեդի անունով կանչի։ Հետո ժուր արի ասա, Հիսուս, եթե դու կաս ճշմարիտ Աստված ու ճիշտ Աստվածաշունչը, հայտնեմ իմ կյանքում կտեսնաս։ Ես իրան հարց տվեցի։ Եթե դու ստանաս նշան կամ ինչ-որ մի գործողություն, ինչ կանես։ Սենց ասես, բան չէի լսել։ Ես պիտի մտածեմ։ Անցա ամիսներ, 8 ամիս հետո հարցնում եմ։ Եղբայր, դու ասեցիր, եթե ինձ հարց տակ, ես կանեմ։ Ինձ այդ հարցին ոչ ոք չի պատասխան։ Ես տվեցի 8 ամիս ինչ ես անում։ Ես տեսա մի բան, որ ինքը չի կարա որոշում կայացնի։ Որովհետև ինքը հասկանում է, որ պետքա մեռնի, որ ծնվի։ Իսկ մեռնել չի ուզում։ Ինքը դաժե չի փորձի, ասել փորձել ես, ասում չէ։ Այ մարդ դու ես չէ հարցնում։ Ես մի բան հասկացա։ Մարդը կարա ասի ես հավատում եմ կամ չեմ հավատում։ Այդ դեպքում ինքը խափում է իրան։ Ինքը չի հավատում, ասում է հավատում եմ, կամ ինքը կարա հավատա։ Ասում է ապացուցեք հավատամ։ Ասում ես ապացուցել դու ինքդ կարաս։ Ինքդ փորձ ինքդ տես։ Ես այդպես եմ ապաշխարել։ Ինձ ոչ ոք չէ կա համոզեր։ Ոչ դժոխք կով վախացներ, ոչ դրախտով համոզեր իմ Все равно եղե։ Դժոխքներ, ես դրախտին չէի հավատում եմ, բայց գիտի արժանի չէի, դժոխքից չէի վախում, ծնված դժոխք կա։ Հարցը սրանում է։ Ես ուզում եմ, չեմ կարա։ Այստեղ Սուրբ Հոգին ինձ բռնեց։ Ուզում ես։ Եթե ուզում ես, հավատա, մկրտվի ես Սուրբ Հոգու շնորհք ստանաս, որը քեզ կտա զորություն, հավատք եւ ամեն տեսակի սեր, որ դու կարողանաս դաժե սիրես այն, ինչու սիրելու անհնարին է մարդկային սրտով եւ մարդկային մտքով։ Կներես այն բաները, որը չես կարա ներես, ու սա է հենց գործում, Աստծո շնորհ։ Ես չեմ կարող ոչ մի բան, բայց այն հավատքը, որ Աստված տվել է, եթե ստա ընդունում եմ եւ գործողության մեջ եմ դնում, այդ շնորհքը տալիս է ինձ հաղթահարել ամեն ինչ այս աշխարհում։ Քեզ կվախացնեն, ինձ եք ասել են, քեզ կսպանեմ, ասում չես կարա սպանես, հարազատ ջան։ Քեզ դեպորտ կանեմ, չես կարա դեպորտ անես, հարազատ ջան։ Արել են, փորձել են, չի ստացվել, գիտեք ինչի, որովհետեւ ես գիտեմ, առաջին Աստված ինձ հայտնի, երկրորդն էլ եթե չի հայտնի, հաստատ չի լինելու, ելևույթը լրիվ ուրիշ բաներ ասում։ Բայց իմ սրտի ներսի հավատք ուրիշ բաներ ասում։ Իսկ եթե անենք, ասում եթե անեք էլ, այդ ինչ որ դուք ուզում եք անեք, էլի Աստվածի թույլ տա։ Եթե Տերը թույլ տա, ես պատրաստ եմ։ Պատրաստ եմ խփեք։ Չեն խփում ժողովուրդ ջան, պատրաստ դեպորտ արեք, տարել են ճապին բաց են թողել։ Ինչի, որովհետև Աստծուն ես պետք է։ Ու ոչ չի կարող կյանքս խլի ու կյանքս վերցնի առանց իր թույլատվության։ Եթե ինքը թույլ է տալի, ես պատրաստ եմ։ Ինչի, որովհետև իմ հավատքը, որ Աստված մա վստահ է Աստծուն։ Ինչ է քո կյանքում թույլ է տալի, քո օգտին է։ Ես չեմ հասկանում, դրամ էլ հավատում եմ։ Ես չեմ կարա ըմբռնեմ ու տեսնեմ, բայց ես վստահ եմ, որ այնտեղ հորիզոնտի հետևը կա մեկը, որ շուտով գալու է։ Ես մենակ չգիտեմ երբ։ Չգիտեմ ոնց, բայց մի բան գիտեմ։ Ես հավատում եմ։
Եթե դու հավատում ես, քո հավատքը քեզ կտանի սրբության, քո հավատքը կտանի երկեպագության, քո հավատքը քեզ կտանի գործողության եւ ամենակարևորը կտանի քեզ սիրու։ Ու այդ սերը ամենակարևոր բանն է։ Սովորի սիրել, սա գայատեր է։ Եթե դու տենց հավատք ես ուզում, չունես, արի այդ աղոթենք։ Եթե ունեցել ես, կորցել ես, արի այդ աղոթենք։ Եթե ունես, չես կորցել, փակ Տիրոջ աղոթենք էլ իր այդ, թող կատարակ գործվի, որ այս աշխարհում մենք ոչ մի բանից չվախենանք, որովհետև հենց վախն էլ հավատք է, բայց բացասական։ Նա էլ նույն ձևի չերևացող բաների հաստատությունն է, բացասական։ Իսկ ես դրականն եմ հավատում։ Դրականը, չերևացող բաների հաստատությունը։ Սա իմ ընտրությունն է, քո ընտրությունն է։ Կմերժես այդ հավատքը, կբերցնես մյուս հավատքը բացասական։ Կմերժես Աստծո տված հավատքը, Աստծո տված չերևացող բաների հաստատությունը, կվերցնես սատանայի տված։ Տան մեկը պետք է եղնի, մի բանով պետք է ապրես։ Ես որոշել եմ ապրեմ Տիրոջ հավատքով։ Այն հավատքով, որ Աստծուց է, որ Աստծուն է հաճեցնում։ Հակ Տիրոջը, բերեք ոտի կանգնենք։ Եղբայր ջան, քեզ խնդրեմ, եթե դու ունես երկու երկ կարա երգենք, երգը պագենք իր հետ։ Ուրա Զաքարյանը կակրած ձերքերս ընկավ, ասա այդ պայմանավորենք մյուս անգամ ինքը կպածանրի։ Սրտանց բերեք աղոթ կանենք։ Գիտեք, մի հատ մարդ մոտիկացավ Հիսուսին ասեց. երեխաս հիվանդ է, աշկերտներդ աղոթեցին չբժշկվեց։ Հիսուս ասեց հավատում ես ու ես կարամ բժշկեմ։ Ասավ հավատում եմ, բայց Հիսուս տենում էր ու չի հավատում։ Ասավ հավատա, հավատացյալին ամեն ինչ հնարավոր է։ Գիտեք ինչ ասեց այդ մարդը։ Ամենալավ բանը որ կարող ասեր, անկեղծ խոստովանեց։ Ասավ օգնի իմ անհավատությանս։ Եթե կորցրել ես, խնդրի Տիրոջը, քերեք հավատքը քեզ հետ կբերի։ Եթե չունես, էլի խնդրի Տիրոջը։ Աստված քեզ հավատ կտա ու դու չես վախենա ոչ մի բանից։ Ու կանես Աստծո հաճո կյանք։ Աստծո հաճո կյանքի մեջ սա է, ինքը տվել քեզ հոգի, քաջության, ասես բերևոդա իմ լեզվով, որ ոչ մի բանից չի վախում։ Մի վախեց երեխա ունենալուց։ Մի վախեցի երկրորդ երեխան ունենալուց։ Մի վախի ամուսնությունից։ Մի վախի սխալ ընտրությունից, մի վախի հարազատ։ Մի վախի ընտանիքդ վերականգնեցնելուց։ Մի վախի ու աղոթեմ, կարող է Տերը չլսի, չպատասխանի, դրա համար չեմ աղոթում։ Մի վախի հարազատ հերիքը բացասական հավատքով ապրես։ Հավատա։ Երանի նրան Հիսուս ասեց. Թոմաս, դու տեսար հավատացիր, բայց Երանի նրանք, ովքեր չեն տենա ու հավատան։ Երանի գիտեք ինչա, երջանիկ ենք մենք։ Մենք ավելի երջանիկ ենք, քան թե Թոմասը։ Սա բերանից դուրս եկած խոսքերն է։ Մնում է մենք հասկանանք ու գնահատենք այդ երջանկությունը, որ Սուրբ Հոգին մեզ տվեց։ Ոչ թե մեր գործերով, այլ շնորհիվ, բայց մեր գործերով այդ շնորհքը պիտի պահենք։ Ամեն։ Որովհետև Աբրահամը ոչ միայն հավատքով, այլ գործերով հաստատեց իր հավատարմությունը Աստծուն։ Հավատացյալ նշանակում է հավատարիմ։ Միջև քրիստոնյա կոչել են հավատարիմ։ Փոքր բանում հավատարիմ կգնես, մեծ բաներին հասնես։ Գիտեք, ինչքան քույրեր կան, որ ապաշխարել են, ամուսինները չեն թողնում կան եկեղեցի։ Ինչքան երեխեք կան, ծնողները չեն թողնում։ Ես ձեզ ասում եմ, մի վախեցեք։ Ամուր հավատքով դիմադրեք ծնողին, չէ, ամուսնուն չէ, սատանային, եւ նա կփախնի ձեզանից։ Ոնց պետք է անես, պետք է ասես գնալու եմ ես, երկրպագելու եմ ես։ Տունը չի եղնի սիրել, եղբայրներ, տունը չի եղնի սիրել, տունը չի եղնի հավատալ։ Եկեղեցին Աստված ստեղծել է, որ մենք ստեղ հաղորդակից ենք, ստեղ իրար սիրենք, ստեղ եղբայրասիրություն ցույց տանք, օնլայն չենք կարա ցույց տանք։ Դաշտո պայքարի ամուր հավատքով փախնիս մորից հետ, հորից հետ, կփախնի քո ամուսնուց հետ։ Կանայք կան որ ասում են, եթե դու գնաս եկեղեցի, ես կբաժանվեմ քեզանից։ Բաժանի թող, կորցում ամեն ինչ, բայց իմացի ինչը կորցնես հանուն հավատքի Հիսուսին պաշտելու, Աստված հետ է բերելու։ Թազա մամա չի տալու, ոչ թե թազա ամուսին։ Մի երազեք այդ դրա մասին։ Աստված նույն ամուսնու սիրտն է փոխելու ու նույն մարդը գալու է։ Դասը ես գիտես սիրուն տղա ավելի տալ։ Չէ, դա քո ընտրածը օրհնել Աստված։ Փառք Հիսուսին։ Բերեք աղոթենք։ Ձերքերներ բացեք, աչքերներ փակենք, աղոթենք։